Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, որ ձեր պայքարը միայն մարդկանց հետ չէ։ Երբեմն թվում է, թե խնդիրները գալիս են բոլոր կողմերից, մտքերի մեջ կա պայքար, սրտում կա վախ, կյանքում կան լիքը փորձություններ, եւ մարդը հարցնում է, ինչու է այսքան դժվար հավատքով ապրելը։ Պողոս առաքյալը տալիս է այս հարցի պատասխանը Եփեսացիներին ուղղված նամակի 6-րդ գլխում։ Ուրեմն զորացեք Տիրոջով եւ նրա զորության ուժով, զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։ Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների եւ գտնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։ Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում եւ ամեն բան կատարելուց հետո հաստատում մնալ։ Ամուր կանգնեք տեղում, ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը որպես զրահ հագնելով, խաղաղության ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով, եւ այս ամենի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացողները։ Վերցրեք նաև փրկության սաղավարտը եւ Սուրբ Հոգու սուսերը, այսինքն Աստծո խոսքը։ Անդադար աղոթեք ամեն տեսակ աղոթներով եւ խնդրանքներով Հոգու օգնությամբ եւ սրա համար արթուն մնացեք, կատարել հարատեվությամբ եւ խնդրանքներով բոլոր սրբերի համար։ Ամեն։ Առաքյալը բացահայտում է մի կարևոր ճշմարտություն քրիստոնեական կյանքը հոգևոր պայքար է, բայց նաև տալիս է հաղթանակի ճանապարհը։ Առաքյալը սկսում է այս խոսքերով. վերջապես զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ։ Ուշադրություն դարձրեք։ Նա չի ասում զորացեք ձեր ուժով։ Քրիստոնեական կյանքը հնարավոր չէ ապրել միայն մարդկային ուժով։ Սիրելի հավատավոր հետևորդ, երբ մենք փորձում ենք ամեն ինչ միայն մեր ուժով անել, շուտով հոգնում ենք, բայց Աստծո զորությունը երբեք չի սպառվում։ Ամեն օր սկսիր աղոթքով, խնդրելով Աստծո զորությունը քո կյանքի համար։ Առաքյալն օգտագործում է զինվորի պատկեր։ Նա ասում է. հագեք Աստծո ամբողջ սպառազինությունը։ Սա նշանակում է, որ հավատացյալը պատրաստ պետք է լինի հոգևոր պայքարին։ Շատ քրիստոնյաներ զարմանում են, երբ դժվարություններ են գալիս կյանքում, բայց հավատքի ճանապարհը միշտ ներառում է պայքար։ Մի զարմացիր փորձությունների վրա, դրանք հաճախ հավատքի աճի ճանապարհն են։ Առաքյալը բացահայտում է մի շատ կարևոր բան. մեր պայքարը մարմնի եւ արյան դեմ չէ, այսինքն մեր իրական պայքարը մարդկանց դեմ չէ, այն հոգևոր պայքար է։ Սա շատ կարևոր հիշեցում է։ Երբեմն մենք մարդկանց ենք մեղադրում, բայց իրականում պայքարը ավելի խորն է։ Երբ կոնֆլիկտ կա, փորձիր հիշել, քո թշնամին մարդը չէ։ Աղոթքը հաճախ ավելի ուժեղ պատասխան է, քան բարկությունը։ Պողոսը նկարագրում է հոգևոր սպառազինությունը, ճշմարտության գոտի։ Ճշմարտությունը պահում է մեր կյանքը կայուն, ապրել ազնվությամբ եւ անկեղծությամբ։ Արդարության զրահ, արդար կյանքը պաշտպանում է մեր սիրտը, խուսափել այն բաներից, որոնք վնասում են հոգևոր կյանքին։ Ավետարանի խաղաղության կոշիկներ։ Քրիստոնյան կոչված է խաղաղություն բերելու։ Փորձիր լինել հաշտարար, ոչ թե վեճերի աղբյուր, հավատքի վահան։ Առաքյալն ասում է, որ հավատքը կարող է մարել չարի կրակոտ նետերը։ Վստահիր Աստծուն նույնիսկ քո կյանքի դժվար պահերին։ Փրկության սաղավարտ։ Փրկության հույսը պաշտպանում է մեր մտքերը։ Մտքերը լցրու Աստծո խոստումներով։ Հոգու սուսեր Աստծո խոսքը, սա միակ հարձակողական զենքն է։ Աստծո խոսքը ուժ ունի փոխելու կյանքերը, ամեն օր կարդա եւ խորհիր Սուրբ գրքի վրա։ Առաքյալն ավարտում է մի կարևոր բանով՝ աղոթք։ Աղոթքը կապն է հավատացյալի եւ Աստծո միջեւ։ Առանց աղոթքի հոգևոր պայքարը շատ դժվար է։
Սովորիր աղոթել ոչ միայն դժվարության ժամանակ, այլ նաև ամեն օր։ Այս հատվածը մեզ տալիս է 5 կարևոր ուղեցույց։ Վստահիր Աստծո զորությանը, պատրաստ եղիր հոգևոր պայքարին, մի դիտիր մարդկանց որպես թշնամի, ապրիր ճշմարտության և արդարության մեջ, պահպանիր աղոթքի կենդանի կյանքը։ Սիրելի հետևորդներ, քրիստոնեական կյանքը միայն խաղաղ ճանապարհ չէ, այն նաև պայքարի ճանապարհ է, բայց մենք միայնակ չենք այդ պայքարում։ Աստված տվել է մեզ իր սպառազինությունը, ճշմարտությունը, արդարությունը, հավատքը, փրկության հույսը, իր խոսքը և աղոթքը վերջապես, զորությունը։ Եթե այսօր կյանքում պայքար կա, մի վախեցիր, հագիր Աստծո սպառազինությունը, կանգնիր հավատքով և վստահիր Տիրոջ զորությանը, քանի որ վերջում հաղթանակը նրա հետ քայլողների կողմն է։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս նյութը, կարող ես հավանել, մեկնաբանության բաժնում գրել քո կարծիքը և բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Նաև կարևոր է, որ կարողանաս ուղարկել քո ընկերներին ու բարեկամներին, որպեսզի այս տեսակ հոգևոր նյութերը ավելի լայն տարածում գտնեն։